Հայաստանի սահմանադրությունը բարեփոխող խորհուրդն առ այս պահը չի բացել փակագիծը, նոր մայրօրենքի նախաբանում կմնա արդյոք Երրորդ հանրապետության անկախության հռչակագրի հղումը, թե ոչ, փոխարենը խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրման համար Բաքուն չի մոռանում նախապայմանը։ Ադրբեջանը Հայաստանից շարունակում է պահանջել հրաժարվել բարձր փաստաթղթում տեղ գտած ձևակերպումից, որոնք իբրև թե իրենց մեջ տարածքային հավակնություններ են պարունակում։ Ադրբեջանի համար կարևոր է, որ այն դրույթները, որոնք իրենք համարում են իրենց երկրի նկատմամբ տարածքային պահանջներ, պաշտոնապես վերացվեն, լինի դա նոր սահմանադրության ընդունման, թե այլ իրավական մեխանիզմի միջոցով։ Ինչ նկատի ունի Հաջիևը, ասելով իրավական այլ մեխանիզմներ, սա այն դեպքում, երբ Հայաստանի օրենսդրությունը հստակ սահմանում է, որ մայրօրենքը բացառապես հանրաքվեով կարող է փոխվել, իսկ խաղաղության օրակարգով երկրի կառավարման ղեկը հաջորդ 5 տարիներին էլ իր ձեռքն առնող Նիկոլ Փաշինյանի առաջնորդած քաղաքացիական պայմանագիրը նոր խորհրդարանում չի ունենալու համապատասխան թվով մանդատներ, սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու, ասել է, թե Հայաստանի քաղաքացիների դատին հանձնելու համար։ Ակնարկները Երևան հասցնում Ալիևի օգնականը, այս դեպքում ուշացած, որովհետև ՔՊ առաջնորդն իրենից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում արդեն հայտարարել էր, հարցի իրավական լուծմանը հասնելն իրենց օրակարգում է, իրավաբաններն այդ ուղղությամբ աշխատում են։ Դեռ մեր իրավաբանները մեզ ինձ եզրակացություն չեն տվել, դրա համար ես չմտնեմ այդ թեմայի մեջ, որովհետև այդ հարցը կա, բայց եւ այդ հարցով մեր մասնագետները զբաղվում են, բայց այդ հարցի պատասխանը ինձ չեն տվել, որպեսզի ես էլ ձեզ տամ։ Իրավաբանները միայն ենթադրում են, որ Փաշինյանի նշած մասնագետներն, ովքեր այժմ առանց համապատասխան խորհրդարանական մանդատի սահմանադրությունը հանրաքվեի դնելու մեխանիզմներն են փնտրում, պտտվում են հանրագրի շուրջ, որ գործը հասնի մի քանի 100,000 քաղաքացու ստորագրմանը։ Դա էլ չի կարող լինի, էլի, հետո սահմանադրությունը ինքը սահմանափակումներ ունի դրա հետ կապված։ Քաղաքացիների ստորագրությամբ սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու հնարավորություն լինի, թե ոչ, փորձագետ վերլուծաբանները կարծում են, որ Ադրբեջանի նախագահի օգնականն էլ սլաքները հենց հանրագրի կողմն է թեքում իրավական այլ մեխանիզմներ ասելով, ենթատեքստում սա են նկատում մասնագետները։ Նա վարչապետին հասկացնում է, որ այն որ դու սահմանադրական մեծամասնություն չունես, դա չի նշանակում, որ ձեր կողմը կարող է պարտավորությունները չկատարել եւ անկախության հռչակագիրը չեղավ չհայտարարել սահմանադրությունից։ Գտիլ ճանապարհ, իսկ ճանապարհը կարող է գտնել, հավաքել անհրաժեշտ թվով ստորագրություններ, որից հետո մեկնաբանել, թե ժողովրդի կամ ավելի կարևոր է, քան ազգային ժողովում այդ սահմանադրության նախագիծը հանրաքվե դնելու հարցը, դա պետք է լինի սահմանադրական դատարանը համապատասխան որոշում կտա։ Փաշինյանի կառավարությունից հաճախ են նշել, թե սահմանադրության հարցը մեր ներքին գործն է, այլ պետությունների հետ այս հարցը չեն քննարկում, բայց հատկապես Ամերիկայում ձեռք բերված հայ-ադրբեջանական նախախաղաղությունից հետո սա ոչ մի կերպ չի խանգարել ադրբեջանական կողմին պարբերաբար խոսելու Հայաստանի սահմանադրության փոփոխման պահանջի մասին։ Իսկ այժմյան ակնարկներն էլ ներքին գործերի միջամտություն չեն։ Ադրբեջանը կարող է շատ հանգիստ միջամտել Հայաստանի ներքին գործերին, որը ներքին չի արդեն, որտեղ այդ գործերն վերաբերվում են Ադրբեջանին։ Հայաստանը կապիտուլյացիա ենթարկված երկիր է։ Դա նշանակում է, որ Ադրբեջանը ցանկացած բան կարող է պահանջել։ Այս հարցի շուրջ քաղաքական եւ իրավական քննարկումներն ըստ ամենայնի դեռ շարունակվելու են, մինչդեռ վերջնական պատասխանները կախված են լինելու ոչ միայն իշխանության ներկայացրած լուծումներից, այլև այն իրավական ընթացակարգերից, որոնցով դրանք կփորձեն կյանքի կոչել։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։